Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազել Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայք-էջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ, մեր հաղորդման դիտակետում այսօր գիրք եւ միտք նախագիծն է, որի շրջանակներում քննարկելու ենք 3 գիրք, ինչու են կարևոր այս 3 գրքերը, ինչ բանաձևեր են առաջարկում եւ ինչ կապ են ստեղծում արդիականության հետ, կքննարկենք գիրք եւ միտք նախագծի հեղինակ Ավետիք Մեջլումյանի հետ, շնորհակալություն Ավետիք մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ հետաքրքիր է թե որտեղից ծագեց այս ընդհանրապես մոտիվացիան նման նախագիծ ստեղծելու։ Եկեք հասկանանք առհասարակ նպատակը այս նախագծի։ Դե երևի ինչպես ցանկացած նախագծի դեպքում մոտիվացիայի աղբյուրներից մեկը զուտ անձնական էր, նեղ անձնական գիրք կարդալու պարտադրանքը զբաղվածության պատճառով միշտ չի, որ ժամանակ է լինում գիրք կարդալ ու դա էլ մեղքի զգացում է առաջացնում, որ չես կարողանում այն ծավալով կարդալ, այնքան շատ կարդալ, ինչքան որ կուզեիր եւ այս նախագիծը ստեղծելու հենց պատճառներից մեկն էլ դա էր, որ լինի մի բան, որը ինձ կհարկադրի, կստիպի, որ գիրք կարդամ որոշակի պարբերականությամբ ու այդ առումով անցած տարին շատ հաջող էր, որովհետեւ տարվա ընթացքում առնվազն 10 գիրք կարդացի, մի քիչ էլ ավել, ինչը նախորդ տարիներին ցավոք ոչ միշտ էր ստացվում։ Սա անձնական կողմն էր, իսկ իր արդեն հանրային նշանակությունը այն էր, որ գրքի քննարկումը դիտարկում էինք որպես առիթ, խոսակցության առիթ, որը թույլ կտա անդրադառնալ շատ ու շատ հարցերի։ Այս պահին մեզ հուզող, հասարակությանը հուզող եւ գիրքը այն մեկնակետն է, որից սկսելով էական չէ գեղարվեստական գիրք կլինի գիտական, գիտահանրամատչելի, կարող ես հարցերի շատ լայն շրջանակի անդրադառնալ ու գիրքը այն խայծն է նաև, որ մարդկանց բերում է, գրավում է դեպի քննարկումը։ Սա էր հիմնականում եւ իհարկե նաև ռեֆլեքսիա անել գրքերի քննարկման միջոցով ակտուալ հարցերի, հուզող հարցերի, բայց դրանք ավելի լայն կոնտեքստում նայելու համար, որովհետեւ երբ որ շատ ես կենտրոնանում մի հարցի վրա, արդեն քննարկումը նեղ է դառնում, բայց երբ որ դնում ես գրքի կոնտեքստում կարողանում ես շատ ավելի լայն քննարկել եւ փիլիսոփայական կողմը նայել հարցի եւ գրական եւ լեզվական եւ այլն։ Սա էր։ Եվ նաեւ քաղաքական։ Քաղաքական բոլոր առումները կարող ես քննարկել։ Շուրջ 10 գիրք կարծեմ թե քննարկել եք եւ ինչ եզրահանգումներ ունեք այդ քննարկումներից։ Անցած տարի 10 գիրք քննարկեցինք լսարանի ներկայությամբ ու մասնակցությամբ եւ 2 բանախոս ներկայացնում են գրքի վերաբերյալ իրենց դիտարկումները, քննադատական հայացքը նաեւ եզրահանգումները շատ տարբեր են, արդեն կախված ու կապված ամեն մի գրքի հետ։ Բայց կարելի է ասել, որ արդյունավետ է։ Իմ կարծիքով այո, որոշ դեպքերում լսան այնքան մեծ չէր, ինչքան որ կուզեինք, օրինակ ունենք մինչև 10 անձի մասնակցությամբ քննարկում, կային քննարկումներ, որ 30-ից ավելի անձ էր մասնակցում, բայց այստեղ նույնիսկ թիվը այդքան էական չէ, այլ որ տեսանյութերը հասանելի են եւ հույս ունենք, որ մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենան, այսինքն մարդիկ, ովքեր հետաքրքրված են այդ գրքերով, միշտ կարող են նայել տեսանյութերը։ Իսկ լսարանը կարդացած է լինում գիրքը արդեն մասնակիցները։ Ցավոտ կողմն է ինչ առումով մենք այս նախագիծը իրականացնելով հույս ունենք ու ցանկանում ենք, որ խթանենք նաև մարդկանց, որ կարդան գրքերը, բայց վատ կողմն այն է, որ շատերը արդեն հույս են դնում քո ներկայացնելու վրա ու մտածում են, որ եթե ներկայացնում ես ինչի ժամանակ ծախսեն կամ չունեն այդ ժամանակում, մտածում են, որ 2 բանախոսին լսելով արդեն պատկերացում կկազմեմ գրքի մասին եւ էլ կարիք չի լինի կարդալու։ Այսօր մենք կփորձենք քննարկել 3 գիրք, մենք միասին ընտրել ենք այդ 3 գիրքը՝ Միլան Կունդերայի Կեցության անտանելի թեթևությունը, Գաբրիել Գարսիա Մարկեսի Նահապետի աշունը եւ Ռոբերտ Փեն Ուերենի Արքայի ամբողջ թիկնազորը վեպերը։ Նախ փորձենք հասկանալ, թե ինչու ենք մենք ընտրել այս 3 վեպը, ինչով են դրանք կարևոր,
եւ առասարակ ինչպես եք ընտրում գրքերը։ Այս 3 վեպը ընտրել ենք այսօր քննարկելու համար, որովհետև մի թեմա կա, որ բոլորին այդ 3-ին իրար կապում է։ Իհարկե թեմաները շատ են, սրանք բազմազան թիրախներ ունեցող գրքեր են, բայց իշխանության թեման այն թեման է, որ երեքում էլ այս կամ այն չափով առկա, այսինքն այս կապող գիծն է, թեման է։ Եվ հետաքրքիր զուգահեռներ կարող ենք տանել, թե ամեն մի գրքում ինչ ձևով է մեկնաբանվում, արտահայտվում, դրսևորվում։ Հատկապես իշխանությունը, ինչու է ձեզ իշխանությունը հետաքրքրում, Ավետիք։ Չեմ կարող ասել, որ հատուկ հետաքրքրում է, բայց ակամա կարծես այդպես է ստացվել։ Միգուցե ենթադրում եմ, հիմա այսպես մտածում եմ զուգահեռ, որ իշխանության թեման այն թեման է, որ շատ տեղերում կա, այսինքն չես կարող խուսափել, չնկատել, շատ կա ու այդ պատճառով երևի ակամա գալիս է ուշադրության կենտրոն ու մի փոքր էլ որ ռեֆլեքսիա ես անում, կապում ես նաև առօրյա կյանքի իրողությունների հետ, արդեն ակամա դառնում է ուշադրության առարկա ու Մինչև գրքերին, կոնկրետ գրքերին անդրադառնալը, կուզեի հարցնել, թե օրինակ ինչ ընդհանուր եզրեր ունեն այս ստեղծագործությունները, ինչով են կապված իրար հետ։ Երեքում էլ ոնց որ ասեցի, այդ իշխանության թեման կա եւ հետաքրքիր է իշխանության մարդու, իշխանություն կրողի թեման, ով է իշխանություն կրողը, ինչ ձևով է ներկայանում։ Եվ իհարկե տարբեր են մոտեցումները, օրինակ եթե արդեն փորձեն կոնկրետ մի գրքի անդրադառնալ, Նահապետի աշունը օրինակ Մարկեսի, այն եզակի վեպերից է յուրատուկ է նրանով, որ իշխանության մարդու ներսն է ցույց տալիս։ Գրականության մեջ, արվեստում, ֆիլմերում հիմնականում որպես կանոն իշխանության մարդը ներկայացված է ավելի ծաղրանկարային, գրոտեսկային կերպարով։ Եվ տեսանյութերից մեկում նաև որը շուտով կհրապարակվի, օգտագործել են կադրեր օրինակ Չապլինի դիկտատորի ճառից, որտեղ Հիտլերը ներկայանում է բավականին գրոտեսկային, ծաղրանկարային մի կերպարով, որը վախենալու չէ, ավելի շատ խղճահարություն կարող է առաջացնել կամ չգիտեմ, այլ ծիծաղ, անլուրջ ինչ-որ մի բան։ Հիմա այս գրքում այդ ամենը կա, բայց նաև ցույց է տրվում այդ զառամյալ բռնապետի միայնությունը, նրա այդ խոցելիությունը, հոգեբանական տրավմաները։ Ճիշտ է, կարեկցանք չի առաջացնում, բայց սա տարբերվող մոտեցում է, որ միայն մենք ծաղրանկար չենք տեսնում, այլ փորձում ենք նաև հասկանալ, ոչ թե արդարացնել, այլ հասկանալ։ Իսկ օրինակ Մարկեսի, գիտեմ որ մոգական ռեալիզմի, այսպես եթե նայենք որպես մոգական ռեալիզմի հեղինակներից մեկը, այդ տեխնիկան կոնկրետ օգնում է ավելի խորը բացահայտել բռնապետության բնույթը ձեր կարծիքով։ Շատ հետաքրքիր է, որ այդ մոգական ռեալիզմը ավելի շատ դրսևորվում է լեզվի միջոցով, ամեն դեպքում այս գրքում։ Այսինքն լեզուն հարուստ է մագդիրներով, ածականներով, հետաքրքիր պատկերներով, բառակապակցություններով եւ քաոտիկ այդ իրականությունն է ստեղծում, բայց երբ որ ուշադիր ես նայում, տեսնում ես, որ ամեն ինչ շատ պարզ է, այսինքն իրականությունը մոգական չէ, շատ դոկումենտալ է։ Շատ կոպիտ, վավերագրական իրականություն է, լեզուն է այդպիսին, այսինքն լեզունն է իր բնույթով մոգական, ոչ թե իրականությունը, որը նկարագրում է։ Իսկ օրինակ եթե նայենք Կունդերայի ստեղծագործության մեջ, այնտեղ կենտրոնում անհատի ներքին աշխարհն է ավելի շուտ, որը ինչ որ ձևով առնչվում է նաև քաղաքական իրադարձություններին։ Ասենք այստեղ ինչպես է երևում իշխանության թեման, եթե կա։ Կունդերայի մոտ շատ հետաքրքիր է այն առումով, որ իշխանությունը անդեմ է։ Ի տարբերություն Մարկեսի վեպի, այստեղ չենք տեսնում ինչ որ մեկին անձնավորված որպես կրող եւ դա հետաքրքիր էլ չէ։ Անդեմ տոտալիտար համակարգ է, որը ոնց որ բոլոր տոտալիտար համակարգերը բռնաճնշում է, արգելում է, հետապնդում է եւ այլն, եւ արդեն ուշադրության կենտրոնում մարդն է, ով այդ ամենին ինչ որ ձևով պետք է արձագանքի, դրանով է հետաքրքիր Կունդերայի վեպը եւ մարդու ընտրության հարցն է, թե ինչպես վարվի այս կամ այն իրավիճակում։
Բայց բոլոր այս գրքերում էլ ինչն է երևի հետաքրքիրը կամ կարևորը կամ բացահայտումը, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, այսինքն սև ու սպիտակ, չար, բարի հակադրության մեջ չի ներկայացվում։ Օրինակ, Կունդերայի վեպից եթե օրինակ բերենք, ասում է, որ իրադարձությունը մի փոքր պատմենք, որ ովքեր չեն կարդացել պատկերացնեն 1968-ի Պրահայի գարնան եւ դրան շարունակող իրադարձությունների մասին է գիրքը։ Հերոսները մի մասը այլախոհեն պայքարում են սովետական օկուպացիայի դեմ եւ հերոսներից մեկը ով լուսանկարներ է անում Պրահայի փողոցներում, հետո տարիներ անց բացահայտում է, որ իր արած լուսանկարները օգտագործվել են պայքարող երիտասարդներին բացահայտելու, հետապնդելու համար։ Եվ այսպիսի շատ օրինակներ կան, երբ որ ցույց է տրվում, որ այդ պայքարը, հերոսականությունը շատ հաճախ կամ անհեթեթ է, կամ անօգուտ է, անպետք է եւ այդ Կունդերայի ամբողջ հիմնական թեզերից մեկը ոչ միակը, բայց հիմնականներից մեկն այն է, որ կոտրում է այդ հերոսականությունը ու ցույց է տալիս, որ դա չէ էականը, գլխավորը, այլ բաներ կան, ասենք օրինակ սերը մերձավորի հանդեպ, ընտանեկան երջանկությունը եւ այլ հարցեր։ Եվ այս նույնը տեսնում ենք օրինակ նաև Մարկեսի մոտ, որտեղ ցույց է տրվում, որ բռնապետը ինչ որ մի բացառություն չէ, շատ արժանի են իրար եւ բռնապետը եւ իր ժողովուրդը, նույնիսկ նա ինչ որ անմահության բանի մեջ է, չէ, իրեն պատկերացնում։ Նույնիսկ հետաքրքիր է երկրի նկարագրությունը, բռնապետի մարմինը շատ մանրամասն նկարագրվում է որպես զառամյալ, փտող մարմին, նույնիսկ այդ գարշահոտն է զգում եւ երկիրն էլ է այդպեսին ու նաեւ մարդիկ էլ են այդպեսին, այսինքն այստեղ էլ կապվում է այն հայտնի թեզի դրսևորումը կարող ենք տեսնել, որ ինչպիսին ժողովուրդն է, այնպես էլ կամ արժանի է ուրեմն բռնապետը իր ժողովրդին եւ հակառակը։ Մյուս երրորդ գրքին, որ դեռ չենք անդրադարձել, Արքայի Թիկնազորին, այստեղ էլ էլի նմանատիպ մի գիծ կա, որ ցույց է տալիս, որ իշխանություն կրողը միայն այդ սև գույներով ներկայացնել է, այդքան էլ ճիշտ մոտեցում չէ եւ ակամա զուգահեռ է գնում մի հայտնի ֆիլմ կա Պիեր Ռիշարի մասնակցությամբ Խաղալիքը։ Այո։ Այդ ֆիլմում տեսարան կա եւ շատերն են տեսել, երբ որ շեֆը ենթականերից մեկին կանչում է ու ասում է հանվիր։ Ու այդ մարդը անխոս սկսում է հանվել, մնում է ներքնազգեստով։ Եվ միանգամից ասում է ինչ ես անում։ Հա, ինչ ես անում, ու շեֆը հարցնում է, ասում է հիմա ով է ավելի մեծ հրեշ, ես որ քեզ հրամայում եմ որ հանվես, թե դու որ անխոս ենթարկում ես իմ հրամանին։ Այս վեպում էլ այդ գաղափարն է բացվում, ցույց տրվում, որ այդ իշխողը, իշխանություն կրողը հաճախ հենվում է հենց շրջապատի թուլակամության, փոքրոկության, ոչ հետևողականության, ոչ սկզբունքայնության վրա եւ այդ նույն այդ Խաղալիք ֆիլմի գաղափարն է շատ լավ երևում, որ ես էլ այնպեսին եմ, ինչպեսին դուք, մի բան էլ լավ է, ես գոնե անկեղծ եմ, չեմ թաքցնում, որ բռնակալական հակումներ ունեմ կամ երբեմն չափն անցնում եմ, բայց ես գոնե գործում եմ, իսկ դուք կուզեիք գործել, բայց չեք կարող եւ այլն։ Ավետիք, իսկ դուք չեք կարծում արդյոք, որ այդպիսի երևույթներ, ինչպիսին իշխանությունն է կամ բռնապետությունը մեր հասարակության մեջ, մեր հանրության շրջանում դեռ այսպես միանշանակ եւ լիարժեք չի ընկալվում, արդյոք այս գրքերը կօգնեն ճանաչելու եւ ճիշտ ճանաչելու, հասկանալու։ Հիմնականում կարելի ասել, որ բռնակալության, բռնապետության եւ այլնի հետ կապված ինչ որ ընդհանուր պատկերացումներ ամեն դեպքում կան։ Այսինքն մեր հասարակությունը նախորդ փորձառության վրա հիմնվելով է ճանաչում այս երևույթները, այսինքն խորթային փորձառության նկատի ունեմ։ Դե այդ արդեն միայն մեր հասարակությանը բնորոշ բան չի։ Եթե խոսում ենք արդեն ժամանակակից ինչ որ տեխնոլոգիաների օգտագործման մասին, օրինակ հիմա հաճախ են խոսում արդեն թվային բռնատիրության մասին, թե ինչպես են թվային միջոցները, տեսահսկման սարքերը եւ այլն օգտագործվում էլի քողարկված, փափուկ, չերևացող
բռնապետություն կամ տոտալիտար համակարգ հաստատելու համար ու դա միայն մեր խնդիրը չէ, բայց ինձ համար այս գրքերի արժեքը կարևորությունը նրանում է, որ մարդուն դրդում է ռեֆլեքսիա, այսինքն այդ պարզունակ միայն հակադրումը, ասել, որ ես լավն եմ, բռնապետը վատն է կամ ժողովուրդը լավն է, իշխողը վատն է եւ այս սև սպիտակը այս հակադրությունը վերացնում են գրքերը, ցույց են տալիս, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Այսինքն բազմադեմ է ամեն ինչ։ Բազմադեմ է եւ ամեն մեկը իր ներսում կրում է այդ նույն բռնապետությունը, կրում է այդ նույն չարիքը, այդ նույն ագրեսիան։ Եթե նույնիսկ քննադատում ես, չէ։ Իհարկե, հենց հաճախ քննադատելը, որ արքայի թիկնազորում շատ լավ է երևում, մի դրվագ էլ ուզում եմ այդտեղից պատմեմ, այդ գլխավոր հերոսը, որը նահանգապետն է, Լուիզիանայի նահանգապետն է, իրական նախատիպը, բայց գրքում իհարկե չի նշվում վայրը, իր դատախազի հետ է խոսում ու դրդում է դատախազին, որ այսպես ասած մի փոքր օրենքը զանց առնի, որպեսզի պայքարեն այլ ու քաղաքական ուժերի դեմ, որոնք իհարկե կոռումպացված են եւ այլն։ Ու դատախազը մերժում է։ Ու հետաքրքիր է նահանգապետի գնահատական, որ ասում է դու քո հարվարդյան մաքուր թաթիկները ուզում ես մաքուր պահել կեղտից, բայց դու էլ լավ գիտես, բոլորն էլ լավ գիտեն, որ ինչ որ մեկը պետքա կեղտոտվի։ Չես կարող այս ամենը մաքրել առանց ինքդ կեղտոտվելու։ Դուք բոլորդ եւ դու էլ ուզում եք հեռու մնալ, նման եք այն մարդկանց, որ բուրգեր են ուտում, բայց օրինակ քննադատում են սպանդանոցները, քննադատում են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք, այսինքն իրենք չեն ուզում տեսնել, թե ինչպես է բուրգերը պատրաստվել, այդ միսը պատրաստվել, բայց մեծ սիրով ու ջանքով, հաճույքով կքննադատեն կենդանի սպանողներին, բայց իրենք կուտեն այդ բուրգերը։ Ու այս սա է, որ ստիպում է, որ մի փոքր ռեֆլեքսիա անես, արդյոք անկեղծ ես, երբ որ դու այդ բռնապետությանը քննադատում ես ու համարում ես, որ դու լիովին լավն ես կամ մաքուր ես եւ այլն, այս հարցերն է։ Դա մեր հանրության շրջանում այսպես այսօր ամենաարդիական թեմաներից է, այսպես անընդհատ իրար քննադատել, իրար վրա ցեխ շպրտել ու այսինքն երբեք չխորանալ նյութի մեջ, չգիտեմ, արդյոք այս տեսակ գրականությանը մոտ լինելը կամ հետազոտելը կամ հասկանալը ինչ որ մի բան կարող է փոխել իրականության մեջ մեծ հաշվով, համենայն դեպս ձեր նպատակը նաև դա է, չէ՞, այս գիրքում այսպես նախագծի նպատակներից մեկն էլ դա է։ Դա մեր իրականության մեջ ցավոք տարածված այդ երեսպաշտությունն է, եթե չխուսափենք ավելի սուր բնորոշում տալուց, այդ ցուցադրական բարոյական վարքը, բարոյախրատական վարքը, երբ որ հեշտ է ուղղակի ներկայանալ լավը ինչ որ երևույթների մասին բարոյական գնահատականներ հնչեցնելով, բայց դրա տակ ոչինչ չկա, այսինքն չի նշանակում որ քննադատողը ինքը ապրում է հռչակված արժեքներին համահունչ։ Շատ հաճախ հակաս տեսնում ենք հակառակ վարքը, մի բան հռչակվող արժեքներ եւ հակառակ վարքը եւ գրքերը այդ առիթն են տալիս, որ ցույց են տալիս, որ ամեն ինչ այդքան պարզ չէ։ Դա է հիմնական եզրահանգումը։ Իսկ հենց այդպես է կընտրում հերթական գիրքը, քննարկվող գիրքը։ Արդյոք նայում եք, հետազոտում եք իրականության բացերը կամ ընդհանրապես հանրության թեմա շրջանում շրջանառվող խոսակցությունները կամ քննադատությունը։ Այդքան էլ չէ, ավելի պարզ մոտեցում ունեմ, եթե լավ գիրք է գեղարվեստական առումով զուտ, որպես գրական արժեք, նշանակում է, որ պրիմիտիվ չէ իր ասելիքի մեջ, տափակ չէ, միանշանակ չէ, հաստատ ասելիքը շատ ավելի տարողունակ է ու մտածելու տեղիք է տալու։ Իսկ օրինակ որոնք են լավ գրքերը, եթե այս հարցին փորձենք պատասխանել։ Լավ գրքերը, օրինակ կարող են Կունդերային անդրադառնալու մեջ իհարկե համաձայնն եմ, իր էսսեներից մեկում ասում է, որ վեպը, իսկական կամ լավ վեպը կամ իրական վեպը այն է, որ նպաստում է ճանաչողությանը։ Ոչ թե միանշանակ ինչ որ ճշմարտություններ է բացահայտում, ոչ թե բարոյական դասեր է տալիս, ոչ թե դատում ու դասակարգում է, այլ
օգնում է որ ինչ որ մի բան ճանաչես, իհարկե ճանաչել նկատի ունի հենց այդ ռեֆլեքսիայի հարցեր տալու, կասկածելու միջոցով։ Մի չափանիշը դա կարող է լինել։ Մյուսը նաև ճանաչողությունը ավելի կոնկրետ իմաստով, ինչքանով է այդ վեբը, այդ ստեղծագործությունը հարուստ այլ հղումներով։ Փիլիսոփայական, այսինքն դու կարդալով կարող ես նաև ակամա ինչ որ փիլիսոփայական տեսություն ուսումնասիրել, ինքդ էլ չիմանալով որ դա գրականության, մշակույթի, պատմության, Կունդերայի գիրքը կարդալով Պրահայի գարնան մասին ես իմանում ու դա քեզ օգնում է, դրդում է որ մի քիչ էլ պատմություն ուսումնասիրես։ Եվ այսպես շարունակ, օրինակ Արքայի Թիկնազորը վեպը նրանով է լավ, որ բավականին շատ նաև պատմական հատվածներ ունի, անդրադառնում է Ամերիկայի քաղաքացիական պատերազմին, ստրկատիրությանը եւ բացի նրանից որ ինֆորմացիա է փոխանցում, բարձ ասած, նաև էլի խթանում է որ շարունակես ուսումնասիրել։ Եվ երրորդն էլ դե բարձ է արդեն գրական արժանինքներն են, այսինքն լեզուն, շարադրանքի ոճը, Մարկեսի դեպքում բարձ է, իր լեզվի մասին շատ է խոսվել, հարուստ լեզու է։ Կունդերայի դեպքում հետաքրքիր է այն որ հեղինակը անսպասելի միջամտում է ընթացքին ու իր անունից, հենց եսի անունից ինչ որ մի բան է ասում, օրինակ ասում է վեպերիս հերոսները իմ չիրականացված երազանքներն են եւ այլն ու հասկանում ես որ այստեղ ոնց որ թե Կունդերան է խոսում, ոչ թե ինչ որ վերացական պատմող, այլ հենց ինքը ու առանց կաշկանդվելու կարծես խախտում է այդ չգրված օրենքները եւ հեղինակը շատ հանգիստ անկաշկանդ մտնում է վեպի մեջ ու խոսում կամ գրքի միջնամասում ասում է որ հերոսները մեռնելու են ոնց իմիջայլոց ասում է բայց որը գրականության մեջ այդքան էլ ընդունված բան չէ որովհետեւ սովորաբար այդ մահը կամ հերոսների վախճանը այսպես ասած ճակատագիրը գաղտնիք է պահվում այսինքն հեղինակը ինչ չափով է խախտում ընդունված գրական չի կարելիները եւ այլ ստանդարտները նաեւ են ինչ որ այսպես բոլորը գիտեն չէ այդպիսի գրականություն էլ կա որոնց սյուժեն կարծես թե հայտնի է բոլորին եւ հանգուցալուծումը նույնպես հայտնի է ու էլի է ձեր ասած է ու սպիտակի մեջ է բայց մի բան կա որը էլի հետաքրքիր է ինչ վերաբերում է իշխանությանը որովհետեւ այդ թեման շատ զգայուն թեմա է մեր հասարակության մեջ ընդհանրապես իշխանությանը անverջ քննադատելու որովհետեւ մենք բոլոր ժամանակներում տեսել ենք որ մարդիկ քննադատում են իշխանությանը բայց այս երեք գրքերը հաշվի առնելով հասկանում ենք որ իշխանությունը բոլոր տեղերում, աշխարհի բոլոր ծայրերում, բոլոր իրավիճակներում նույնն է թերևս այն իր դեմքը չի փոխում, կամ փոխում է այսպես շատ մակերեսորեն, շատ այդպես աննկատ։ Ինչ եզրահանգում մենք պիտի ունենանք ի վերջո դրանից, որ չքննադատել իշխանությանը, թե չառնչվել իշխանությանը, թե ավելի լավ ուղղակի ճանաչել այդ երևույթը։ Եթե շատ կարճ ինչ որ բանաձև փորձեմ դուրս բերել, այդ երևի ազնիվ լինելն է, ոչ թե չքննադատել, այլ քննադատել, շատ խստորեն քննադատել, բայց ինչ որ մի պահի գոնե ինքդ քո հետ ազնիվ լինել, դուրս գալ այդ կեղծ երկընտրանքներից դեր չխաղալ, ուղղակի ազնիվ լինել ու ընդունել, որ քո ներսում էլ կան ինչ-որ բաներ, որ կարող էին բացահայտվել, եթե դու ինքդ լինեիր նույն կարգավիճակում, այո։ Շատ կարճ է սա, բայց իհարկե շատ այլ հետաքրքիր եզրահանգումներ էլ կարող են լինել։ Իսկ ընդհանրապես հայկական իրականության իշխանությունը կարող է տարբերվել, օրինակ, նույն եվրոպական իշխանության, որովհետև ասենք, այս ամեն ինչը կարդալով եւ տեսնելով այս բռնատերերի կամ այս իշխանների, այսպես ասած, կյանքը եւ ընդհանրապես թե ինչ իրավիճակներում են իրենք ապրում, մենք հասկանում ենք, որ կարծես թե նույն մարդիկ են, ճակատագրերը նույնն են։ Մշակութային տարբերություններ են։ Եթե այս երեք գիրքներ նայենք այդ տեսանկյունից, երևի մեզ
մոտը Կունդերայի նկարագրածն է, դա էլ երևի են քանի որ մենք սովետական հետ սովետական որպես բան այդ սովետական ազդեցությունը կրած, նաև աշխարհագրորեն մեզ մոտիկ մշակութային առումով մոտ երկրի Չեխիայի, Չեխոսլովակիայի փորձը Մարկեսը Կարիբյան ավազանի երկրներն է նկարագրում, որտեղ շատ բան մեզ համար անսովոր է, վախեցնող է, անհասկանալի է, մենք չենք հասկանում այդ տրամաբանությունը իրենց միֆերի հետ կապված են իրենք ընդհանրապես չէ, կարծես թե ամբողջ իր գրականությունը Մարկեսյան այնտեղի տեղային միֆերի հետ է նաև, չէ, եւ բռնապետը օգտագործում է այդ միֆերը, երբեմն ինչ որ մի լուր է տարածում, օրինակ, չգիտեմ, իր աստվածային ծագման մասին կամ ինչ որ մի այլ բան եւ ժողովուրդը շատ հեշտությամբ հավատում է այդ ամենին, այսինքն այդ ձևով է դառնում կառավարելի, կարող է ինչ որ նշանների հավատալ, տարբեր ինչ որ երազների հավատալ, մեկնությունների հավատալ։ Մեր դեպքում այդպես չի կամ այդքան էլ այդպես չի։ Մերը նյութական խոստումներն են, կարծես թե տնտեսական ավելի շատ, չէ։ Դուք ինչ կարծիք ունեք։ Եթե այսպես նայենք եւ փորձենք համատել։ Հա, երևի թե հա, մեր մոտ այլ է, հա։ Շատ լավ։ Իսկ ընդհանրապես կա հայ գրականության մեջ ինչ որ մի գործ, որը ձեզ հետաքրքրում է եւ արդյոք մենք կարող ենք ինչ որ այդ դիտանկյունից փորձել նայել որևէ գործ հայ գրականության մեջ։ Այս պահին երևի կդժվարանամ հիշել, չգիտեմ, երևի հետո երբ որ հիշեմ դրան անդրադառնանք։ Գուցե հետագայում անդրադառնանք, փորձենք ամփոփել, ավետիք մեր հաղորդումն ավարտվում է։ Եթե դուք ստիպված լինեիք այս 3 բանաձևերը, այսպես ասած, միավորել մեկ ընդհանուր արդիական, այսպես ինչ որ մի падգամի մեջ, ապա որը կլիներ այն ձեր կարծիքով եւ ինչ պետք է ընդհանրապես ժամանակակից ընթերցողը սովորի այս 3 գլուխգործոցներից, որը մենք անդրադարձանք, բայց մի քիչ մակերեսոր են կարծես թե այսպես ընդհանուր խոսեցինք շատ։ Էլի են նույն ազնիվ լինելու որպես բանաձևի շարունակություն, երևի կարելի է այսպես ձևակերպել, որ արտաքին դրսի դևերի դեմ պայքարելուց առաջ նախ ներքին դևերի դեմ պայքարի, sense ինչ որ մի քիչ կրոնական երանգավորման, բայց նման մի բանաձև։ Դե իսկապես որ այդպես է։ Կարելի է դուրս բերել, հա։ Ու ինչն է հետաքրքիրը, որ օրինակ հերոսները հիմնականում վերջում գալիս են այդ գաղափարին, այսինքն օրինակ արքայի Թիկնազորը վեպում, որի մասին այդքան կարծես այսօր շատ չխոսեցինք, հերոսը ինքը մի պահ այդ բանն է ունենում, ինսայթը, պայծառացումը, ու ասում է փաստորեն մենք բոլորս կարծես թե նույնն ենք, փոխկապակցված ենք, եւ այդ նահանգապետը եւ նրա շրջապատի մարդիկ Եվ նույնիսկ ում որ ինքը համարում էր այդ շրջապատի մեջ ինչ որ ստորաքարշ մեկը, ասում է հասկացա, որ մենք երկվորյակներ ենք, ես նրանից ավելի լավը չեմ, նահանգապետն էլ էլի նույն ես եմ ու կարծես այդ ալտեր էգոների գաղափարն է, որ շատ բան ընդհանուր է մարդկանց միավորող է ու պետք է ուղղակի ազնվություն ունենալ ու նաև խիզախություն ճանաչել այդ դևերին, որ կարողանաս նաև դրանցից ազատվել, ոչ միայն արտաքին երևացող պայքարի միջոցով։ Իսկ ինչ վերաբերում է գիրք եւ միտք նախագծին, ինչ շարունակականություն է այն ունենալու, ինչ զարգացում։ Անցած տարի գրքերը քննարկում ենք բանախոսների ներգրավմամբ լսարանի, այս տարի շարունակել ենք արդեն այլ փոփոխված ձևաչափը, որտեղ միայն ես եմ խոսում գրքերի մասին եւ այս նոր ձևաչափը արդեն հնարավորություն է տալիս անդրադառնալ շատ այլ հարցերի, ինչը որ լսարանի հետ դժվար կլիներ անել, նաև վիզուալ նյութեր օգտագործել, ֆիլմերից հատվածներ, նաև կերպարվեստ, ֆիլմեր եւ այլն։ Այսինքն այս նոր ձևաչափը էլի շարունակում է գրքերի մասին խոսակցությունը ավելի հարուստ միջոցներով։ Առաջին հրապարակումը ունեցել ենք Կունդերայի վեպի մասին եւ հաջորդիվ կլինեն նոր տեսանյութեր ու նաև այսօրվա մեր քննարկած գրքերի մասին։ Հաջորդիվ որ հեղինակներն են նաև այս 3 հեղինակներից դուրս էլի ինչ հեղինակների շատ տարբեր են ու նաև ասեմ, որ միգուցե տպավորություն ստեղծվեց, որ միայն գեղարվեստական գործ են, բայց չէ, հավասար չափով նաև փիլիսոփայական երկեր են, սոցիոլոգիական,
այլ գիտությունների գիտահանրամատչելի գրքեր եւ դրանց էլ անդրադարձել լինելու, օրինակ քաղաքագետ Յան Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը» գիրքը, դրա մասին է նաև լինելու հաջորդ հանդիպումներից մեկը, կամ էլի մոտ ժամանակն էս որ կլինի սովետական գրողների Իլֆի եւ Պետրովի մի հարկանի ամերիկան գիրքը, գրողները 1935 թվականին այցելել էին Ամերիկա եւ իրենց ճամփորդական հուշագրությունն են ներկայացնում, որ էլի շատ հետաքրքիր է, գեղարվեստական չէ կամ եզրին է գտնվում, բայց էլի մի խոսքով շատ տարբեր են գրքերը, բազմազան են։ Շատ լավ, թերևս այսքանը շնորհակալություն, սիրելի ռադիոլսող, իմ հյուրն այսօր գիրք եւ միտք նախագծի հեղինակ Ավետիք Մեջումյանն էր։ Մենք խոսում էինք 3 գրքերի մասին, որը այս նախագծի շրջանակներում քննարկվել է եւ այսպես ասած շարունակվում է քննարկվել ինչ որ իմաստով, քանի որ եթե նայում ենք մենք այդ տեսանյութերը կամ առնչվում ենք ինչ որտեղ, դա այն անverջ շարունակվելու եւ անverջ քննարկվելու բնույթ ունի։ Շնորհակալություն Ավետիք։ Զրույցը վարեց Նազել Յոհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն